Այս տարի մենք որոշեցինք նաև ուրբաթ օրը հոկտեմբերի 10-ին Էրեբունի պատմամշակութային մեր թանգարանի մոտ մեր գործընկերոջ հետ օդապարիկների ավանդական այդ տոնակատարություն իրականացնել, օդապարիկները կթռչեն Երևանյան օդ Էրեբունի վարչական շրջանում, հենց հարակից տարածքում մեր թանգարանի եւ նաև 3 վարչական շրջանի ղեկավարի հետ գիտեմ, որ տեղի ունեցեք քննարկում, որոշակի նաև միջոցառումներ կլինեն հարակից տարածքում, այնպես որ իհարկե մեր սիրելի երևանցիներին ուզում եմ հրավիրել այդ ուրբաթ օրը ժամը 16:00, եթե չեմ սխալվում, Էրեբունի թանգարանի հարակից տարածք, որտեղ որ հնարավորություն կլինի մասնակցել այդ միջոցառմանը։ Շաբաթ օրը հոկտեմբերի 11-ին Դիանա Աբգարի այգում մեկնարկը կտրվի էլեկտրոնային երաժշտության համերգով ժամը 19:00-ից մեր հայաստանյան դիջեյները իրենց կատարումներով կուրախացնեն երևանցիներին եւ կհնչեն լավագույն կատարումները մեր տեղական, մեր հայաստանյան դիջեյների։ Ինչից հետո ժամը 21:00-ին ունենալու ենք արտասահմանից հայտնի դիջեյ, խոսքը գնում է Բենի Բենասիի մասին, որի այցը սպասված էր Հայաստանում եւ արդեն 21:00-ից կվայելենք Բենի Բենասիի կատարումները լավագույն, որը կարծում եմ որ շատ ու շատ մարդիկ հիշում են հաշվի առնելով, որ շատ հայտնի կատարումներ ունի։ Եվ հաջորդ օրը հոկտեմբերի 12-ին ֆորմատը մոտավոր նույնն է լինել ինչ նախորդ տարի, ապակենտրոն միջոցառումներ են լինելու։ Մենք յուրահատուկ ձևով որոշեցինք սկսել, մեկնարկ կտրվելու Էրեբունի ամրոցի հարակից տարածքից, ինքը իրականում շատ բացառիկ թռիչք է, 2 օր առաջ մենք փորձնական թռիչք իրականացրինք եւ բավականին տպավորությունները մեծ էին, որտեղ շատ գեղեցիկ է հենց տեսնել Էրեբունի ամրոցը եւ իրենից տարածվող ամբողջ Երևան քաղաքը։ Ընդհանուր առմամբ մեր մոտ նախատեսվում են 11 թռիչքներ։ Բացահայտիր Հայաստանը երկնքից միջազգային օդագնացության այս փառատոնը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու արկածային զբոսաշրջության հնարավորությունները Հայաստանում։ Մեկ հարկի տակ հյուրընկալում ենք բազմաթիվ զբոսաշրջիկների, ովքեր գալիս են թե որպես մասնակից, թե գալիս են այս գեղեցիկ միջոցառումը տեսնելու։ Արդեն փառատոնը իր ուրույն տեղն է գրավել փառատոնային ցանկում տարվա կտրվածքով եւ մենք շատ արձագանքներ ենք ստանում միջազգային մեր գործընկերներից, ովքեր տարեսկզբին արդեն իսկ պլանավորում են իրենց այցելությունները Հայաստան եւ ցանկանում են իմանալ ամսաթվերը, որպեսզի կարողանան ներկայացնեն իրենց գործընկերներին եւ հյուրերին, որպեսզի այդ ժամանակահատվածում ներկա գտնվեն Հայաստանում։